Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ հիշեցնենք այսօր ուրբաթ է, իսկ դա նշանակում է, որ մենք պատրաստվում ենք ձեզ հետ միասին հանգստյան օրերին, իսկ հանգստյան օրերը լինելու են շատ հետաքրքիր, հագեցած, ինֆորմատիվ, որովհետեւ մեզ սպասում է թանգարանային գիշերը եւ մեր հյուրի հետ միասին կփորձենք պարզել թե ինչ կարելի է տեսնել, որտեղ կարելի է տեսնել եւ առհասարակ ինչ ծրագրեր են նախատեսված կապված թանգարանային գիշերվա հետ, ասեմ, որ թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում այս տարվա կարգախոսն է եւ ավելի քան 100 թանգարան ողջ Հայաստանի տարածքում միացել է ծրագրին, որը ընդհանրապես նշվում է եւ Հայաստանը միացել է այս ծրագրին 2005 թվականից։ Սիրով ներկայացնեմ, այս պահին մեր տաղավարում է Լիլիթ Մադոյանը, գրականության եւ արվեստի թանգարանի միջոցառումների համակարգողը։ Բարի լույս, շնորհակալություն, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Փաստորեն այս տարվա շեշտը մարզերի վրա է, տուն թանգարաններ հավանաբար, հա, այսպես ազգագրական, երևի, չէ, թանգարանների մասին էլ։ Այո, ինչպես նշեցիք, յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում եւ Հայաստանում եւս նշվում է թանգարանների միջազգային օրը եւ ամեն տարի թանգարանների համար մեկ խորագիր է ընտրվում այդ միջոցառման շրջանակում եւ ըստ այդ խորագրի համախմբվում են բոլոր թանգարանները իրենց տարատեսակ կրթամշակութային ծրագրերով, հանդիպումներով, ցուցադրություններով, լինելու են նաեւ ժամանակավոր ցուցադրությունների բացումներ տարբեր թանգարաններում եւ այո 100-ից ավելի թանգարաններ են միացել այս ծրագրին, ծրագրերը արդեն հրապարակված են բոլոր թանգարանների էջերում, սոցիալական էջերում, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի նախարարության կայքէջում, այսինքն եթե մարդիկ ցանկանում են միացյալ տարբերակով ծանոթանալ, կարող են կայքէջում տեսնել, թե որ թանգարանում ինչ միջոցառումներ կա եւ մայիսի 17-ին եւ 18-ին 2 օրվա ընթացքում թանգարանները անվճար մուտքի հնարավորությամբ բաց կլինեն մեր բոլոր այցելուների համար եւ բնականաբար այս ծրագրից անմասն չէ նաեւ գրականության եւ արվեստի թանգարանը ես սիրում եմ նշել այսպես ներկայացնել բոլոր արվեստների թանգարանը որովհետեւ թանգարանը իր մեծ հավաքածուով շուրջ 2 միլիոնին հասնող հավաքածու ունի եւ ներկայացնում է 18-րդ դարից մինչեւ այսօր հայ գրականության, առհասարակ գրականության, թատրոնի, երաժշտության, ինչպես նաեւ կինոյի ամենամեծ պահոցը ամբողջ աշխարհում եւ այս 4 ուղղությամբ եւս մենք ունենում ենք տարբեր ծրագրեր տարատարիք մարդկանց համար ամենամեծ պահոցը իմ նշած ուղղություններով 18-րդ դարից մինչեւ այսօր Երևի թե ոչ բոլոր հայերը գիտեն այդ մասին, որ մենք ունենք այդպիսի հսկայական ժառանգություն, որը նույնիսկ աշխարհի կտրվածքով առանձնանում է։ Իսկ ամեն տարի փորձում եք ինչ-որ մի նոր բան մատուցել, ձևաչափի մեջ փոխել եւ ինչով կառանձնանա այս տարին։ Իհարկե կարելի ասել ոչ միայն ամեն տարի թանգարանների օրը, այլ պարբերաբար են լինում նոր ձևաչափով հետաքրքիր ցուցադրություններ եւ կրթամշակութային ծրագրեր, որովհետեւ թանգարանների միջազգային օրը եւս գալիս է հավաստելու, որ թանգարանները միայն ազգային ժառանգություն պահպանող пассив տարածքներ չեն, այլ դրանք ակտիվ մասնակցում են նաեւ որպես կրթամշակութային հետազոտական նախագծեր իրականացնող տարածքներ եւ ինչու՞ չէ նաև իրենց հնարավորություններով եւ գործառույթներով թանգարանները նպաստում են առհասարակ այսօրվա հասարակության մարդկության արչեւ արկա մի շարք խնդիրների լուծմանը նպաստելու համար եւ կցանկանայի հատկապես նշել, որ գրականության եւ արվեստի թանգարանը այս տարվա առաջին եռամսյակում ել ավելի զարգացրեց միջազգային համագործակցությունները տարեսկզբին ունեցան 2 մեծ ցուցադրություն, առաջինը ֆրանկոֆոնիայի շրջանակում մեկնարկեց այս տարի մանուշյանական շաբաթը, որը հենց գրականության արվեստի թանգարանից մեկնարկեց եւ ողջ շաբաթվա ընթացքում տարբեր միջոցառումներ եղան տարբեր վայրերում եւ սրա
դրա շրջանակում բացառիկ նամակ ցուցադրվեց Միսակ Մանուշյանի կյանքի վերջին օրերին գնդակահարությունից մի քանի օր առաջ գրված նամակը ցուցադրվեց թանգարանում եւ սա արվեց ֆրանսիական կողմի հետ համագործակցությամբ։ Դրանից հետո նաեւ գերմանական կողմի հետ համագործակցությամբ թանգարանում բացվեց գերմանացի գրող Նովալիսի 250-ամյակի նվիրված ինստալացիոն ցուցասրահը, որը իդեպ այցելուները այս անգամ եւս երբ որ այցելեն թանգարան կարող են տեսնել շատ հետաքրքիր լուծումներով ցուցադրությունը եւ դա իրականացվեց Գերմանիայի անհարթ երկրամասի մշակույթի արվեստի հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Մշակույթի նախարարը այցելեց, բազմաթիվ պատվավոր հյուրեր ունեցանք եւ ուրախացնող է, որ ամեն դեպքում թանգարանները նաեւ միջազգային հարթակներում են ներկայանում եւ համատեղ հետաքրքիր ծրագրեր ու ցուցադրություններ են իրականացնում։ Բացի դրանից նաև գերմանական կողմը տեսավ թանգարանում պահվող գերմանալեզու վավերագրերը, որոնք պատկանում են Վասիլ Կորգանովի հավաքածուին եւ այդ հավաքածուի մեջ կարելի է ընդգծել օրինակ Մոցարտի գրած ինքնագիր նամակը Նապոլեոն Բոնապարտի հրաժարականի փաստաթուղթը, որը այսօր նաև ցուցադրվում է հիմնական ցուցասրահում։ Այսպիսի հետ, այո, իրենք անգամ չունեն այդ փաստաթուղթը եւ այսպիսի հետաքրքիր, այո, եւ եթե մեր այցելուները գան նաեւ թանգարաների գիշերը կամ միջազգային օրը այս երկու օրերի ընթացքում այցելեն թանգարան, մշտական ցուցասրահում կտեսնեն բոլոր 4 արվեստի ճյուղերի նվիրված ցուցասրահներում կտեսնեն ներկայացված հավաքածուն իհարկե բոլոր արժեքավոր նմուշները չէ որ ցուցադրված են, բայց պարբերաբար փորձում ենք տարբեր ցուցադրությունների շրջանակում ներկայացնել դրանք։ Լիլիթ, նշեցիք 100-ից ավել թանգարաններ, ով կմտածի որ Հայաստանում 100-ից ավել թանգարան կա։ Մենք գիտենք հիմնականները, ազգային պատկերասրահ, պետական պատմության պետական թանգարանը, Երևանի պատմության թանգարան, Գաֆէսջան, հիմնականում Չարենցի տուն թանգարան։ Դե եթե տուն թանգարաններից ենք խոսում։ Արամ Խաչատրյան։ Շատ Արամ Խաչատրյան, Ավետիք Իսահակյան, Սպենդիարյան, Հակոբ Քոջոյանի տուն թանգարան կա։ Ես Ֆրիտյոֆ Նանսենի նույնիսկ։ Այո։ Մենք շատ հաճախ չգիտենք Շարլ Ազնավուր, Կարեն Դեմիրճյան, բնության Հայաստանի բնության թանգարան կա։ Մի խոսքով կան թանգարաններ, որ չգիտենք, այսպես նա պահպանված են։ Դա վերաշուք շինություն չէ, որ այսպես տեսնես։ Լուսիկ Ագուլեցունը հենց իր տան մեջ է եւ հրաշալի մի թանգարան է։ Խորհուրդ եմ տալիս իդեպ այցելել, որովհետեւ դրանք բոլորը աշխատելու են, ես ուզում եի դա հարցնել, այսինքն պայմանավորվածություն կա, որ աշխատելու են եւ մի քանի այդպես կորած մոլորած շատերիս համար անայդ, չասեմ կորած մոլորած վատ իմաստով իր արժեքավոր մոռացված միգուցե այդպես ոչ թե նույնիսկ մոռացվածն էլ տեղին չէ, ավելի շատ քիչ հայտնի կամ միգուցե որ չունի այդպիսի հոսք, հա, այցելուների։ Օրինակ շատ հետաքրքիր է երկաթուղային կայարանի ցուցադրությունը։ Տիեզերքի թանգարանն է, որ մենք բարձեցինք, որ բացվում է միայն այցելուների արկայության, հա, մի խոսքով։ Մի քանի այդպիսի թանգարաններ կնշեք, եթե իմ այդպես մտքում կա, հասկանալի ձեռքի տակ չունեք ամբողջ տանկը, բայց գործի մեջ եք Լիլիթ, հավանաբար գիտեք մի քանի այդպիսի հետաքրքիր տեղեր, որը խորհուրդ կտակ որովհետև համաձայնեք, որ ազգային պատկերասրահը այսպես թե այնպես այցելելու են, բոլորը գիտեն, միշտ սպասում են թարմացումների եւ այլն։ Բայց կան մշտական ցուցադրություններ, օրինակ տուն թանգարաններ, մի քանիսը կնշեք, որոնք չթվարկեցինք քիչ առաջ, հա, որոնք հետաքրքիր կլինեն օրինակ։ Երբ որ հարցը հնչում էր, մտածում էի, որ փաստորեն ինչքան աշխատանք կա կատարելու հենց թանգարանների ոլորտը թանգարանները հանրահռչակելու ուղղությամբ եւ ուրախալի է, որ անցած տարվանից էլ ավելի մեծ քայլեր կան այդ ուղղությամբ, օրինակ անցած տարի ընդունվեց թանգարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև կառավարման համակարգում նոր լուծումներ գտան, ստեղծվեց մշակույթի զարգացման հիմնադրամը, որը հանրահռչակում է թանգարանների գործունեությունը, այսինքն սրանք կարևոր քայլեր են, որոնք գալիս են մեկ անգամ եւս կարևորելու թանգարանների դերը եւ նաեւ ինչու՞ չէ, այն բոլոր ձեր
հիշած թանգարանները, որոնք մարդկանց համար տարիներ շարունակ, այսպես ասած, քիչ հայտնի են եղել տարբեր պատճառներով, սկսում են, այսպես ասած, Երևան գալ եւ ներկայացնել նոր ու հետաքրքիր ծրագրեր։ Ձեր նշածների մեջ կավելացնեմ նաեւ Փայտարվեստի թանգարանը, առհասարակ միայն գրականության եւ արվեստի թանգարանը ունի 5 մասնաճյուղ թանգարաններ, որոնք մարդիկ եւս շատ քիչ գիտեն։ Կցանկանամ նշել, թե որոնք են այդ մասնաճյուղ թանգարանները, որովհետեւ ինչպես պատկերասրահը ունի իր մասնաճյուղերը մարզերում, այնպես էլ Գաթը ունի մասնաճյուղեր եւ Երևանում եւ մարզերում, օրինակ Գորիսի Աքսել Բակունցի թանգարանը, Թումանյանի թանգարանը Դսեղի, ինչպես նաեւ եթե չեմ սխալվում, Դիլիջանում Սիլվա Կապուտիկյանի թանգարանը Երևանի, Դերենիկ Դեմիրճյանի թանգարանը Երևանում եւ Աշտարակի Պերշպրոշյանի թանգարանը։ Իմ նշածները Գաթի մասնաճյուղ թանգարաններն են եւ շատ մեծ աշխատանք է տարվում նաեւ ոչ միայն Մայր թանգարանը ակտիվ պահելու, տարբեր համագործակցությունների, տարբեր կրթական, հետազոտական ծրագրերի, այլ նաեւ մասնաճյուղերում իրականացնելու եւ յուրաքանչյուր ամիս արդեն իսկ նախարարությունը է ուղարկվում հաջորդ ամիս եւ Մայր թանգարանում եւ մասնաճյուղերում ներկայացվող ցուցադրություններ, կրթական ծրագրեր, տարատեսակ կրթամշակութային ծրագրեր եւ թանգարանների օրը մեր մասնաճյուղերը եւս շատ ակտիվ են այդ առումով։ Դասախոսություններ, երաժշտական ծրագրեր, ցուցադրություններ եւ կցանկանամ նաև նշել կրթական ծրագրերը, որոնք շատ կարևոր են եւ հենց Գաթի մյուս ճյուղը, այսպես ասած, գործառույթը հենց կրթական ծրագրերն են տարբեր տարիքի երեխաների համար եւ ելի ուրախալի է, որ երեխաները շատ ակտիվությամբ գալիս մասնակցում են նաեւ ամառային դպրոցների շրջանակում մենք բաց տարատեսակ համագործակցությունների, որովհետեւ ուրախալի է, որ ամառային դպրոցները եւս իրենց ծրագրերում ներառում են այցելություն թանգարաններ։ Դա շատ ուրախալի է։ Լիլիթ, իսկ ցուցանմուշները համալրվում են եւ վերջին շրջանում եթե նման համալրում եղել է, ո՞րն է ամենաարժեքավորը։ Թանգարանի կարևոր գործառույթներից մեկը համարվում է, այսպես ասած, հավաքչական գործառույթը, մշտապես ցուցանմուշները համալրվում են, ինչպես նաև անձնական ֆոնդերն են համալրվում, որովհետև այս թանգարանը նաև նրա մասին է, որ այստեղ են պահվում անձնական շատ հայտնի մարդկանց, իմ նշած 4 արվեստի ուղղությունների անձնական ֆոնդերը, անհատական ֆոնդերը։ Ոսը դրանք վարձակալության սկզբունքով են վերցում, թե անհատույց։ Ուղղակի պահ են տալիս ժառանգները եւ վերջերս տարեսկզբին ցուցադրություն բացեցինք անվանի դերասան, կինոյի եւ թատրոնի անվանի դերասան Վլադիմիր Քոչարյանի ֆոնդը առկա էր թանգարանում դեռևս 90-ական թվականներից, բայց նոր ցուցադրությամբ իր կինը եւ որդին, որոնք հիմա Ամերիկայում են բնակվում, ամբողջ ֆոնդը հանձնեցին թանգարանին, այսինքն թանգարանը պահում է նաեւ անհատական ֆոնդեր եւ շարունակում է համալրել նաեւ դրանք ամեն տարի։ Էրմիտաժը օրինակ իր պահոցներում ունի ցուցանմուշներ, որոնք ամբողջությամբ ցուցադրելու համար ներկայիս շենքի տարածքի քառապատիկն է պետք, այսինքն եւս 4 շենք այդպես կարող են կառուցել եւ այնտեղ տեղադրել պահոցներից տարբեր ցուցանմուշներ, աշխատանքներ եւ պատկերացնում եք մասշտաբը։ Ես ուզում եմ հասկանալ, օրինակ մեր թանգարաններում, պահոցներում կան այդպիսի աշխատանքներ, որոնք սպասում են իր ցուցադրության ժամանակին, հա։ Իհարկե, շատ կան, հատկապես Գաթում։ Տարածքի խնդիր է, հա։ Տարածքի խնդիր, այո, ունի Գաթը, ճիշտն ասած, ես նշեցի իմ խոսքում, որ մոտ 2 միլիոն հավաքածու կա թանգարանում, երբ որ ասում ենք 2 միլիոն, պետք է հասկանանք, որ անձնական արխիվներում ինչքան նմուշներ կան, արժեքավոր նաև, ու նշեցի նաև տարբեր լեզուներով։ Նոր խոսում էի գերմանալեզու վավերագրերի մասին եւ մի հետաքրքիր փաստ կարող եմ նշել, որ Գաթի մշտական ցուցադրությունները, ժամանակավոր ցուցադրությունները եւ բոլոր իր մասնաճյուղերում արկա այս պահին ցուցադրվող նմուշները կազմում են ամբողջ հավաքածուի մոտ 2%-ը։
Դե դուք պատկերացրեք, ինչքան արժեքավոր նմուշներ են դեռևս սպասում իրենց ներկայացմանը հանրությանը եւ քանի խոսում ենք նոր ցուցանմուշների ներկայացնելուց, խոսեմ, որ ամսի 17-ին, մայիսի 17-ին ժամը 17:00-ին թանգարանում կներկայացվի Պատում Մեկիրի ցուցադրության շրջանակում կներկայացվի Կոմիտաս վարդապետի սրինգը եւ սրինգի նվիրված ինքնագիր հոդվածը։ Կոմիտասը ունի երաժշտական ուսումնասիրությունների ինքնագիր տետր, որը գաթում է պահվում, եւ այդ տետրում մի հոդված կա, որտեղ ասում է սրինգը նույն բլուրն է։ Այսինքն սրինգը ազգային երաժշտական գործիք է, խորհրդանիշ, եւ Կոմիտասը ասում է, որ դա իր ցակումով հայկական գործիք է։ Կոմիտասին պատկանող 7 բացառիկ սրինգները հենց գաթ հավաքածուին են պատկանում, որից 3-ը ցուցասրահում է եւ մեկը այս անգամ կներկայացնենք մեր այցելուներին։ Միայն ցուցադրվելու է, թե նաեւ հնչելու։ Դա չի ինչպես է։ Ճիշտն ասած, ցուցանմուշներին այդ պահին մոտենալը չի թույլատրվում, որովհետեւ դրանք հատուկ ապակիների հետևում են ցուցադրվում այցելուների համար, բայց էլի տեսնելը շատ կարևոր է, թե ինչ արժեքավոր նմուշներ կան այնտեղ պահվող, հատկապես որ գիտակցում ես, որ այդ սրինգը Կոմիտասինն է եւ այդ սրենգով կատարել է իր երաժշտական ուսումնասիրությունները, իր սաներին սովորեցրել է ազգային երաժշտություն, չգիտեմ, շքախալ մասունքի պես մի բան է։ Լիլիթ, իսկ վերջին տարիներին հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես է արդիականացվել թանգարանը։ Օրինակ մենք հյուրընկալել էինք Պարուր Սևակի թոռանը եւ նա պատմում էր, որ հենց թանգարանի մուտքից թվայնացված Սևակն է դիմավորում այցելուներին։ Այն նման այդպես հոլոգրաֆիկ պատկեր։ Այո։ Ված չէ։ Եվ ընթերցում է իր։ Ես ճիշտ ասած ցնցված էի որպես հավելում հարցի, երբ որ երկարատպիչումից հետո մեկ էլ հայտնվեցի ազգային պատկերասրահում, հետո պատմության թանգարանում, տեսա այնտեղ տեղադրված այդ արդեն էկրանների վրա տեսահոլովակները, ինտերակտիվ, այսպես տարբեր տեսակի սարքավորումները, որոնք որ օգնում են լրացուցիչի ինֆորմացիա ստանալ, ուրախացա, անկեղծ ուրախացա, որ լավ է, որ մեզ մոտ է։ Հիմա ժամանակ տեսնում ենք ցուցադրություններ, ինչպես մեծ էկրանների վրա մեկ էլ տեսնում ես պատկերը կենթանանում է արհեստական բանականության օգնությամբ, օրինակ հայտնի կտավը կենթան կյանք է ստանում, այսինքն շարժվող պատկեր ենք տեսնում, շատ ազդեցիկ եւ շատ տպավորիչ եւ կարծում եմ սա ամենալավ ձևն է երիտասարդներին, չէ, նոր սերունդին գրավելու, բերել թանգարան, ինչ է այդ ուղղությամբ անում Հայաստանում, Լիլիթ։ Ընդհանրապես բոլոր թանգարաններում, այո, ժամանակակից տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ել ավելի հետաքրքիր ցուցադրություններ կազմակերպել, որովհետև երբեմն շատ են գաղափարները, նորարարական մոտեցումները, բայց պետք է լինել նաև դրան համապատասխան պայմանները եւ հնարավորությունները, այսպես ասած, նաև շենքային պայմանները։ Այո, պատկերասրահը վերջերս վերաբացվեց եւ շատ հետաքրքիր, այսպես ասած, պայմաններով ցուցադրություններ այցելուների համար։ Մեզ մոտ եւս շենքային պայմանները այս փուլում տարբեր ծրագրերի շրջանակում բարեկարգվում են, որովհետեւ այցելուները ցանկանում են, այո, այցելել այնպիսի թանգարաններ, որոնք եւ բարեկարգված տարածք ունեն եւ նաեւ ցուցադրությունները ինտերակտիվ լուծումներով են հագեցած, դա նաեւ երեխաների համար է գրավիչ, հատկապես կրթական ծրագրերի շրջանակում, եւ կարող եմ ասել, որ վերջին տարիներին ակտիվացել է նաեւ նորարարական լուծումներով այս ցուցադրություններ, միջոցառումներ կազմակերպելը եւ դրանից անմասն չէ նաեւ մեր թանգարանը, գրականության եւ արվեստի թանգարանը եւ տարատեսակ ծրագրերի եւ միջազգային համագործակցությունների շրջանակում է նաեւ դա կատարվում։ Կա ինչ-որ օրիգինալ մի բան, որը բնորոշ է կամ կարելի է տեսնել միայն ձեր թանգարանում։ Շատ բաներ կան, հենց օրինակ մշտական ցուցասրահում կան այնպիսի նմուշներ, օրինակ լավ երաժշտական բաժնից ասեմ, Սայեթնովայի Քամանչյան եւ առհասարակ տարբեր երաժիշտների անձնական գործիքներ։ Ես նաեւ նկատի ունեի տեխնոլոգիական լուծումները կարելի է ասել դեռևս արդիականացման փուլում են, որովհետեւ ամբողջ աշխատանքը ջանքը տարվում է հիմնականում այդ ուղղությամբ,
բարեկարգելու, լավացնելու այն պայմանը, որը թույլ կտա ել ավելի հետաքրքիր գաղափարներ իրականացնել եւ շուտով կլինի ամառ եւ ամառը կմեկնարկենք եւս հետաքրքիր ցուցադրությունների բացումով կցանկանայի երկու ցուցադրություն նշել, որոնք բացառիկ ցուցադրություններ են լինելու մայիսի 30-ին հիշողության սլաքներ խորագրով Թանգարանում կբացվի ԱՎ-ի ընկերության հետ համագործակցությամբ ժամացույցների ցուցադրությունը ցուցադրության հետ կապված բոլոր մանրամասները շուտով կլինեն Թանգարանի սոցիալական էջերում ինչ է սպասվում այդ համագործակցության շրջանակում կլինի ցուցադրության բացում, որի շրջանակում կներկայացվեն գրականության արվեստի թանգարանի հավաքածուում, ինչպես նաև իր մասնաճյուղերի հավաքածուում արկա տարատեսակ ժամացույցները եւ դրանք պատկանում են հայտնի մարդկանց շատ հետաքրքիր ժամացույցներ կան, որոնք ունեն նաև մակագրություններ կարծում եմ արժանի այցելուները որ տեսնեն այդ ամենը եւ ժամացույցները պատի, ձեռքի, գրպանի հետաքրքիր տարբեր դարաշրջանների ժամացույցներ կան եւ կարծում եմ դա լավ հնարավորություն է մեկ տեղում տեսնելու եւ նաև նորարարական լուծումներ կլինեն ցուցադրության շրջանակում հետաքրքիր բան է, Պատեկ Ֆիլիպ հայտնի բրենդ է, ժամացույց արտադրող Վան Գոգի շարք ունի, ընդհանրապես նրանք սիրում են այնպես ժամանակ առ ժամանակ ուրախացնել համագործակցություններով տարբեր տեսակի արվեստի, ինստիտուտների հետ նկատի ունեմ օրինակ այդ ցուցատախտակի վրա ժամացույցի կարող է լինել Վան Գոգի մի կտավից հատված եւ այլն լավ միտք է միջալոց հայկական ժամացույցներում օգտագործել սարյանական նկարներից ինչ որ երանգներ կամ հատվածներ ինչը ներողություն Թանգարանը բավականին հոսք ունի այցելուների դա նկատվում է իսկ հասույթը բավարարում է որպեսզի ձեր ծախսերը հոգաք թե այնուամենայնիվ բյուջեից գումար ստանում եք լիրից ընդհանրապես ինչպես է հիմնականում տարբեր միջոցներով է արվում եւ հասույթից եւ նաեւ տարատեսակ դրամաշնորհային ծրագրերին է մասնակցում Թանգարանը այսինքն ինչքան որ կարողանում ենք գաղափարները իրականացնելու համար բնականաբար տարբեր միջոցներով այդ հասույթից օգտվել քանի Սարյանից ենք խոսում, իդեպ ցանկանում եմ նաև շեշտել, որ գաթում այս պահին պահվում են Մարտիրոս Սարյանի մոտ 60 կտավ եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք երբևէ միացյալ չեն ցուցադրվել եւ ուրախությամբ կտեղեկացնեմ, որ ամռան սկզբին, հունիսի սկզբին կբացվի նոր ցուցադրություն Մարտիրոս Սարյանի հայտնի եւ անհայտ դիմանկարները խորագրով եւ այս ցուցադրությունը եւս շատ բացառիկ ցուցադրություն է եւ շուտով դրա մասին տեղեկությունը եւս մեր էջերում կներկայացվի։ Այսինքն համագործակցել եք Տուն Թանգարանի հետ եւ ընտանիքի անդամների եւս, բայց այն ինչ որ ցուցադրվելու է ցուցադրության շրջանակում ամբողջությամբ պահվում է այո մեր թանգարանում եւ կարծում եմ այցելուներին հետաքրքիր կլինի տեսնել Սարյանի բոլոր դիմանկարները մեկ վայրում։ Լերի դեռ 10 տարի առաջ մեզանից շատերը չգիտեին թե ինչ է վիրտուալ թանգարան ասվածը։ Դա իհայտ եկավ եւ կարեւորությունը ավելի ընդգրկվեց հենց COVID-ի ժամանակ։ Դժվար է գերագնահատել այդ վիրտուալ եւ թանգարան, եւ համերգասրահ, եւ թատերաբեմ, եւ որ մարդիկ հնարավորություն չունեին այցելելու, բայց կար այս վիրտուալ տարբերակը հաղորդակցվելու արվեստի տարբեր ճյուղերի հետ։ Դա շարունակեց պահպանվել։ Այսօր կարելի է մտնել կայքեջ ցանկացած թանգարանի եւ տեսնել թե ինչ է ցուցադրվում։ Լավ ու վատ կողմերը։ Արդյոք դա նվազեցրեց ձեր այցելուների թիվը եւ արդյոք աշխատում եք նաեւ կայքի արդիականացման ուղղությամբ։ Այս թեմայի շուրջ ինչ կասեք դրական ու բացասական կողմերի մասին վիրտուալ թանգարանների։ Օրինական թանգարանները արգելվում է, չէ՞ լուսանկարել։ Օրինակ։ Տեսա լուսանկարը անում արգելված, օրինակ Սիքստինյան կապելայում արգելեցին նույնիսկ բացր խոսել, եւ էլ չեմ խոսում նկարելու, բայց բոլորս գիտենք ինչ է պատկերված, չէ՞, առաստաղի վրա այդ որմնանկարները եւ այլն, բայց դա բացարձակ չի խանգարում այդ ահռելի հոսքին, Վատիկանում եւ շատ հետաքրքիր կլինի օրինակ ինչ եք դուք կարծում որպես ասեք արժե ցույց տալ ինչ կա արդեն թե հետո մարդիկ դե տեսել ենք արդեն ինչ գնանք թե հակառակը ուզում են
իրականը մոտ հեռավորության վրա, այդ էներգիան ստանալ, հա, ինչպես սովորաբար։ Վիրտուալ թանգարանների հետ կապված իմ կարծիքն այն է, որ շատ հետաքրքիր է, երբ որ հնարավորություն է տրվում դիցուք դրսի մարդկանց, օրինակ տեսնելու, որ կա այսպիսի թանգարան, ենթադրենք մեկը, որ հնարավորություն չունի այցելելու կամ ծանոթանալու Հայաստանում ինչ թանգարաններ կան, ինչ գործառույթներ, ինչ պատկեր ունեն իրենք, այսպես ասած, կարող են վիրտուալ տարբերակով գոնե ծանոթանալ կայքերի միջոցով։ Եվ դա վատ գաղափար չէ, ներկայացնել թանգարանը նաև վիրտուալ հարթակում, բայց ձեր նշած տարբերակով, այո, այցելուների համար միշտ հետաքրքիր է գալ եւ ինչպես ասում են, սեփական աչքով տեսնել դա։ Չէ՞ որ երբ որ ընթերցում ենք աուդիոգիրք, լսում ենք աուդիոգիրք կամ առցանց տարբերակով ենք կարդում, դա նույնը չէ, ինչ որ մեր ձեռքին այդ գիրքն է, չէ, որ ընթերցում ենք։ Կարծում եմ տարբերությունները շատ են, երևի ավելի շատ նախընտրությունների հարց է։ Ես միշտ նախընտրում եմ տեսնել իմ աչքով, շոշափել, զգալ, քան վիրտուալ տարբերակով։ Բայց ելի եմ ասում, աշխարհի թանգարաններին մենք հաղորդակից ենք դառնում նաև վիրտուալ տարբերակով։ Այսինքն կան եւ լավ կողմեր եւ նաև այնպիսի կողմեր, որոնք չեն տալիս այն էմոցիան, այն զգացողությունը, ինչ որ դու տեղում ես տեսնում։ Ես հակառակ կողմել ասում Սուսաննա։ Օրինակ Մոնա Լիզան երբեք չես կարող նույնիսկ հասկանալ ընդհանուր դետալները չես տեսնի, որովհետև փոքր է եւ պաշտպանի չերտի ետևում նույնիսկ ամենամաքուր յուրեղյա ապակու ետևում միևնույն է շեղվում է պատկերը եւ լուսային ընկալումներն էլ են փոխվում, որովհետև պաշտպանի չէ կա դե աշխարհի ամենաթանկ Լուվրում եւ միշտ մարդիկ են դիմացը կանգնած։ Տարբերակ չկա շատ աշխատանքներ երկար ուղակի այսպես երկար վայելելու, որովհետև դու հոսքի մեջ ես մշտապես իսկ ինտերնետում կարող ես գտնել լավ որակի, խոշորացնել, նայել դետալները, տեսնել թաքնված ինչ որ տեխնիկայի մանրամասներ ու նրբություններ։ Իմիջիալոց Google-ը նվեր արեց մարդկությանը մի քանի տարի առաջ Google Arts Culture, այնք առանձին հավելված կա, դա խորհուրդ եմ տալիս ներբեռնել բոլոր մեր արվեստասեր ռադիոլսողներին, որովհետև Google-ի հիմնադիրները, հատկապես Բրինը, 2 միլիարդ դուրս գրեց, իհարկե մաս, որպեսզի բոլոր թանգարանները, որոնք թույլ կտան ներկայացված ցուցանմուշները կամ իրավաժառանգորդներին, հեղինակների իրենց աշխատանքները լավ լուսանկարել որակով եւ որևիցե տեղ քան Google Arts Culture-ում դուք չեք գտնի այդպիսի հնարավորություն մեծացնել, խոշորացնել, զում անել եւ այդ աշխատանքները Պիտեր Բրեգել կրանախ կրծերին բանին, այսպես մանր այդ դետալները մոտիկից տեսնել դա եզակի հնարավորություն է, դրա համար շնորհակալություն այնպես Google-ը միայն մեր վրա փող չի աշխատում, նաև լավ բաներ էլ է անում, այդ առումով իհարկե վիրտուալ թանգարաններ, հա, ինչ խոսք։ Իսկ հայ իրականության մեջ կա վիճակագրություն, որ շարունակելով վիրտուալ թանգարանների թեման, այցելուների հոսքը շատացավ, պակասեց, թե մնաց նույնը։ Ճիշտն ասած, այս բանին չեմ կարող հստակ վիճակագրություն նշել, բայց ավելի շատ այցելում են թանգարան, քան վիրտուալ տարբերակով։ Հատկապես մեզ մոտ 15 կրթամշակութային ծրագիր ունենք եւ բնականաբար պետք է գան եւ տեսնեն եւ նաեւ ծրագրերը հենց թանգարանում են իրականացվում, բայց սկսեցի մտածել մի հարցի շուրջ, որ իրականում վիրտուալ տարածքները ավելի շատ անձնական տարածքների նման են, այսինքն ձեր ասած տարբերակով, երբ որ դու ունես քո անձնական կոմֆորտ տարածքը ու փորձում ես ուղղակի հաղորդակից դառնալ արժեքների հետ, ավելի շատ ժամանակ ես երևի ունենում ուսումնասիրելու, մտածելու, նույնը ինչը չի լինում երևի ավելի բաց տարածքում, այսինքն այստեղ նաև անհատական տարածք ունենալու խնդիրն է գուցե։ Սկսեցի այդպես մտածել, որովհետև երևի թե զգացողությունս է այդպիսին, իսկ մեծ տարածքներում, մեծ ցուցասրահներում կարծես թե կորչում ես այդ արժեքավոր նմուշների մեջ եւ գնում ես նաեւ դարերի պատմության մեջ, որովհետեւ յուրաքանչյուր ցուցանմուշ իր պատմությունն ու խորքն ունի, գուցե այդ մեծ տարածքների խնդիրն է։ Իսկ վիրտուալը այդ փոքրիկ տարածքը տրամադրում է մարդուն։ Դա փոքրիկ պլյուսել ունի իհարկե, բայց միևնույն ժամանակ ընդունեք, որ օրինակ պատկերասրահներում, նույնիսկ այդ մասնավոր գալերեաներում
այսպես սիրունիկ սպիտակ ֆոնի վրա լավ շրջանակներ դրված լույս եւ այլն մի տեսակ մթնոլորտ է ստեղծում եւ նույնիսկ շատ հաճախ միջակցություն աշխատանքները լավ լույսի ներքո են ներկայացնում իր բարի բուն իմաստով կարելի ասել մի խոսքով դա էլ գեղեցիկ փաթեթավորման պես մի բան է այսինքն այստեղ ուղղակի ինչ որ մեկի հետ կամ այցելուները, որոնց ուշադրությունը քեզ կգրավի, օրինակ, չգիտեմ, այս կամ այն աշխատանքի նկատմամբ։ Հիմա հազվագյուտ կտեսնես մարդկանց, որոնք այսպես ձեռքերը խաչած, խորաթափանց, չէ, այսպես արվեստասեր, զննող հայացքով կանգնած, այսպես վայելում են այդ արվեստի գործը, անկեղծ ասած շատերը ուղղակի այսպես այդ շրջում է կարող ինչ-որ մի բան տեսնել։ Երևի դա էլ անհատական փորձառություն է, օրինակ ես ինքս ինչպես եմ անում, երբ որ այցելում եմ թանգարաններ, ընդհանուր նայում եմ եւ նաեւ նկարում եմ ինչ-որ նմուշներ, որոնք հետագայում եմ ուսումնասիրում, որովհետեւ ժամանակը եւ այդ պահը թույլ չի տալիս խորանալ, նայել միջև կեսգիշեր կարող ես մնալ, էլի հատկապես շատ մեծ հավաքածուներով, այսպես ցուցասրահներում կարելի է անընդհատ շրջել, նայել, իհարկե տարբեր օրերին գնալ, բայց ես ինքս միշտ լուսանկարում եմ ինչ-որ հետաքրքիր բաներ հետագայում ուսումնասիրելու համար, կամ տարբեր ծրագրերում օգտագործելու նպատակով։ Ամեն դեպքում աչքը կրթելը շատ կարևոր է, էլի, որովհետև թանգարանների ծրագրերը, առհասարակ միջոցառումները հենց միտված են դրան, որ մարդիկ նաև միտքը կրթեն, աչքը կրթեն եւ նաեւ ոգեշնչվեն նոր գաղափարներով։ Օրինակ, չգիտեմ, դիզայներները կարող են այցելել պատմության թանգարան, տեսնել զարդեր, հնատիպ զարդեր եւ դրանից ինչ-որ նոր գաղափարներ ունենալ։ Տարազները Ագուլեցու թանգարանում կամ օրինակ Գաթում կարող են տեսնել բեմական զգեստներ, որովհետև նշեցի, որ նաև թատրոնի ֆոնդն է մեզ մոտ պահվում, բեմական հետաքրքիր լուծումներով զգեստներ կարող են տեսնել եւ դա ինչ-որ ներշնչանքի աղբյուր հանդիսանա։ Բոլոր մարդկանց համար ներշնչանքի բան կա տեսնելու թանգարանում, նայած թե ով ինչի համար է գնում եւ ինչ է փնտրում այնտեղ։ Շատ եք ճամփորդում գործի բերումով, հա, գործի բերումով թանգարանի ոլորտում նոր եմ սկսել գործունեությունս եւ հուսով եմ, որ մոտ ապագայում շատ ավելի շատ հնարավորություններ կլինեն նաեւ ճամփորդելու եւ ամենակարևորը զարգացնելու միջազգային համագործակցությունները, որովհետեւ բացի հայաստանյան միջավայրից հասանելի դարձնելու թանգարանը իր առաքելությունն ու գործունեությունը պետք է դա նաեւ միջազգային հարթակ դուրս բերվի եւ շատ կարևոր աշխատանք տարվի ոչ միայն մեր թանգարանի մասին եմ խոսում, այլ առհասարակ բոլոր թանգարանները պիտի սկսեն նաև այդ ուղղությամբ աշխատանքներ շարունակել։ Այսինքն որ ցուցադրությունը տեղափոխվում է մեկ այլ երկիր ցուցադրության։ Եվ ցուցադրություններ եւ շնորհանդեսներ, օրինակ նոր խոսում էի Միսակ Մանուշյանի ցուցադրության մասին, ցուցադրության շրջանակում նաև Միսակ Մանուշյան ականատեսի աչքերով հուշագրությունների այդ գիրքը հայերեն տարբերակի շնորհանդեսը եղավ, որի ֆրանսերեն տարբերակը նախորդ տարի Ֆրանսիայում էր եղել, այսինքն համագործակցությունները միայն ցուցադրություններ չեն, նաև դասախոսություններ, տարբեր գրքեր, գրքերի տպագրություն եւ դրանք այո արվում են ինչպես մեր երկրում, այնպես էլ դրսում տարատեսակ համագործակցությունների շրջանակում եւ գաթում պահվող նյութերի հիման վրա են իդեպ Մանուշյանի ահագին, այսպես ասած, նմուշներ մեզ մոտ էր պահվում եւ դրա շրջանակում նաև գիրքը լույս տեսավ, որը շատ արժեքավոր եւ ուսումնասիրության արժանի գիրք է։ Այդպես եւ Ֆրանսիայում էլ գիտենք, որ միջոցառում եղավ Մանուշյանի նվիրված, այսպես շատ են գաղափարներն ու ծրագրերը։ Իսկ ինչ է հատուկ արվում նոր այցելուներ ներգրավելու համար թանգարան կամ հատուկ ծրագրեր կան, ինչ ռազմավարություն է մշակվում։ Ավելի շատ թանգարանի ռազմավարական ծրագրերի մեջ շատ կարևոր շեշտադրում ունի շենքային պայմանների բարելավումը, որովհետև նաև մշտական ցուցադրության արդիականացումը, որովհետև կան ցուցադրություններ, որ շատ երկար տարիներ այցելուներին ներկայացվում են, բայց գալիս է ժամանակ, որ դրանք պետք է վերափոխվեն նոր շեշտադրումներով եւ ժամանակակից շեշտադրումներով, օգտագործելով նաեւ տեխնիկական, այսպես ասած, նոր հնարավորությունները։ Այսպիսի ծրագրեր պիտի արվեն, որպիսի այցելուների համար թանգարանը ամեն անգամ ներկայացվի նորովի եւ հետաքրքիր, որպեսզի անդադ չգնաս նույն բանը տեսնես, սպասելիք ունենաս, թե օրինակ
ամեն անգամ այցելելուց ինչ նոր բան կբացահայտես։ Իհարկե նույն բանը, երբ որ երկրորդ անգամ ես տեսնում, էլի ինչ որ բաներ բացահայտում ես, բայց խոսքը նրա մասին է, որ էլի այլ բաներ դու տեսնես, այլ, չգիտեմ, ցուցասրահներում նոր հավաքածուներ, որոնք երբևէ չի ցուցադրվել։ Թարմացում, ինչու՞ չէ, նոր ինչ որ բաներ սկսել նաև, բայց ամեն դեպքում պետք է այդ ամենին թույլ տալ նաև հնարավորությունները թանգարանի։ Գաղափարները շատ են, բայց նաև պետք է հնարավորությունները լինեն։ Շնորհակալ ենք շատ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Հաճելի էր, որ այս փաստորեն նախորդային թանգարանային գիշերվա եւ կուզենայի որպես ամփոփում, հիշեցեք, որ Կիրակի շաբաթ եւ Կիրակի։ Վաղը եւ մյուս օրը, այո։ Շաբաթ եւ Կիրակի օրերին։ Երկու օր։ Վաղը ամբողջ օրը մինչև 24:00 բաց է թանգարան այցելուների համար։ Մեզ մոտ ժամը 8-ից նաև այսպես երաժշտական տրամադրություն է լինելու կինոջազ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի հետ համերգային ծրագիր ունենք ջազային կատարում, այնպես որ բացի մշտական ցուցադրություններից նաև երաժշտություն կլինի Կոմիտասի անվան դահլիճում եւ նաև նշեմ, որ այս պահին Գաթում Տերյանը ուսանող ժամանակավոր ցուցադրություն ունենք շատ հետաքրքիր, որը ներկայացնում է գրողի կյանքի կարճատև կյանքի այն ժամանակաշրջանը, որ ընդգրկում է ուսանողական տարիները, իսկ մենք գիտենք, որ Տերյանը սովորել է առաջավոր համալսարաներում եւ բազմաթիվ լեզուների գիտակ, ինտելեկտուալ գրող է եւ այդ ցուցադրության շրջանակում կտեսնենք բացառիկ ցուցանմուշներ, օրինակ թե ինչպես էր սովորում Տերյանը, քանի լեզու գիտեր, այդ բոլոր լեզուների ուսուցման ինքնագիր տետրերը, համալսարանական վկայականներ, նամակներ, առհասարակ, ինչպես նաև հմայագրեր ու շատ ավելի հետաքրքիր բաներ, որոնք եւս այդ ցուցադրության շրջանակում կտեսնեն մարդիկ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին հյուրընկալել էինք գրականության եւ արվեստի թանգարանի միջոցառումների համակարգող Լիլիթ Մադոյանին եւ իհարկե ստացանք շատ արժեքավոր տեղեկատվություն այն մասին, թե ինչպես անցկացնել թանգարանային գիշերները։ Այո, եւ ուղղակի լավ ժամանակ անցկացրեցինք Լիլիթի ընկերակցությամբ, շնորհակալություն։